Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Պարոն Աղազյան, հաջորդ շաբաթ լիագումարը կմեկնարկի եւ ձեր անձեռնմխելիությունից զրկելու հարցը դատախազը արդեն կներկայացնի պատգամավորներին։ Համաձայնություն կտաս ձեզ իշխող մեծամասնությունը դատախազի միջնորդությանը։ Ես կարծում եմ, որ համաձայնություն կտա, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են եւ որոնք կարող են այս կամ այն կերպ adekvat կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն եւ հետեւաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը եւ իրապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց պարզելու այն ինչ է տեխնոլոգիա։ Իսկ դուք կարծում եք դա քաղաքական որոշում է, այսինքն չեք կարծում որ քաղաքական որոշումը արդեն կա։ Ես կարծում եմ դա քաղաքական որոշում է։ Պատճառը ինչ է որոշում են ձեզ հետ կապված կայացվել, պարոն Աղազարյան։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ պետք է լծակներ գտնել ձեզ մանդատից զրկելու համար։ Կարծում եք Փաշինյանի այս հայտարարությունը նաև դեր ունեցավ, որ դատախազը ամեն դեպքում այս գործով գա խորհրդարան։ Իսկ մանդատից զրկելու համար կա շատ Մանդատը չի, անձեռնմխելիությունից։ Ոչ, պարոն Փաշինյանի նպատակը իսկ մանդատից զրկելն է։ Եվ իսկ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրում եւ վարչապետը գնում է արտահերտ ընտրությունների, հետեւաբար բոլորը այդ թվում նաեւ ես զրկում ենք մանդատից։ Նման տեղեկություն ունեք, չէ՞ մի րոպե։ Լինելու է Գյումրիից հետո եթե քաղաքացիական պայմանագիրը պարտվեց, արտահերտ ընտրություններ։ Այո։ Ինչ հիմքով եք ասում դա, ինչու է։ Չեմ ասի ինչ հիմքով, պետք է ասեմ, երբ որ բանը տեղի ունենա, որպեսզի հիմնավորեմ իմ տեղեկություն չեմ ուզում հուշել, որովհետեւ ես չեմ ուզում որ լինի արտահերտ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ռեյտինգ ունի։ Ամենաբարձրն է ռեյտինգը բոլոր դեպքերում։ Կարծում եք որ Առաջվա համեմատությամբ ցածր, բայց բոլոր դեպքերում ամենաբարձր